Եղքոր գիշեր ռումբերի պայթյունից պահերեք սուրբ հողը կյանքով մահը ձեր աչքերում մեր սրտում էլ աղոտք սպասել ենք ձեզ երազանքով գնդապետ քո մասին է այս երգը ես գիտեմ քո հոգում խոր վերքը ու տված քո կռիվը դաշտում թե ինչքան ես երկիրդ պաշտում գնդապետ քո մասին է այս երգը ես գիտեմ քո հոգում խոր վերքը ու տված քո կռիվը դաշտում թե ինչքան ես երկիրդ պաշտում Տղես, չես ուզում ուտես, սոված չես դասից հետո։ Չնայած ինչ դաս, դու դասի չես եղել։ Մամ, վերջին օրս էր։ Ինչի վերջին օրներ։ Գործս։ Գործ։ Ինչ գործ, տղա ջան։ Մամ, բաբան չգիտի։ Աշոտ, ինչ գործ։ Քեզ ով է ասել գործ անես։ Մամ, ես եմ ասել։ Ես եմ ուզում գնամ գործ անեմ, որ պապային օգնեմ։ Մամ, իրան հիմա օգնություն է պետք, դու չգիտես։ Ես չգիտեմ։ Ես քո միակ գործը դաս սովորելն է։ Մամ, մեզ տուն է պետք։ Պապան ասում է, որ էլ Վահենց տունը չենք կարող մնանք, էդ իրան նեղություն է տարի։ Դրա համար պետք է աշխատեմ։ Այդ հարցը պապայի լուծելունն է, քոնը չի։ Մա, բայց ինչի ապարեմ։ Չեմ հասկանում, ես տղամարդ չեմ։ Պետք է նստեմ պապայի գլխին, տենամ երբ այս հարցը լուծվելու։ Ման պետք է օգնեմ պապային։ Պետք է օգնեմ, պետք է աշխատեմ, որ իր հոգսը թեթևացնեմ։ Արևս ցավը տանեմ։ Պապատ որ իմանա դասի չես գնացել 3 օր։ Այդ իր հոգսը կթեթևացնի, թե կշատացնի։ Մամ, պապան պետք է չիմանա սրա մասին։ Պապան իմանալու է, ու դու ես իրան պատմելու։ Ես։ Հա դու։ Դու երբեք հորդ չես խաբել, ու հիմա էլ չես խաբել ու ազնիվ ամեն ինչ կպատմես պապային։ Մամ, ես չեմ կարա, շատ կնեղվի։ Որ գիտես կնեղվի, ինչի ես արել։ Մամ, գիտես ինչ, արել եմ, որ դուք պապայի մոտից ինձ չտանեք։ Արևես, դու ուզել ես պապայի մոտ մնալ, ես թույլ եմ տվել։ Ես ամեն ինչ արել եմ քո ուզածով։ Հա? Բա այդ թուղթը, այդ ինչ թուղթ էր, այդ ինչ եք ուղարկել։ Ինչ թուղթ տղես։ Մամ, ես սաղ տեսել ու կարդացել եմ։ Գրած էր, որ պապան պետք է ինձնից հրաժարվի ու գնա, ես է պետք է գամ ձեր մոտ մնամ մենակ։ Աշոտ, դու լրիվ ուրիշ բան տեսել, ուրիշ բան հասկացել ես, այդ ինչեր ես խոսում։ Մամ, ասում եմ տեսել եմ։ Պապանը թուղթը գցել էր, ես է վերցրել եմ ու սաղ կարդացել եմ։ Ինքը ինձ չէր ուզում ասել, բայց ես կարդացել եմ։ Տղես մի հատ կասես մանրամասն, այդ ինչ թուղթեր ու ոնց է պապայի մոտ հայտնվել։ Դե մամ, ես ու Վահեն նստած ենք, պապան գործի էր։ Մի հատ մարդ եկավ պիջակով, չգիտեմ ով էր։ Եկավ թուղթը տվեց, ասես պապայի համար է։ Հետո էլ պապան եկավ գործից, թուղթը վերցրեց, կարդաց։ Ասում ես պիջակով մարդ, հա։ Հա։ Ու հենց այդ օրը պապան համաձայնվեց, որ գնանք Վահենց տուն։ Ու այդ նշանակում է, որ Վահեն շուտվանից էր ասում, բայց պապան չէր համաձայնվում։ Այդ թղթից հետո համաձայնվեց։ Փաստորեն թուղթն ա եղել պատճառը, որ համաձայնվել է։ Ու դրա համար ես պետք է աշխատեմ։ Պետք է աշխատեմ, պապայի հետ փող հավաքեմ, որ կարողանանք մի հատ տուն վարձենք։ Ու այդ տունը որ ունենանք, դու նանեն կարող գաք մեր հետ ապրեք։ Մտածում եմ, որ քո արածները չի բացահայտվելու։ Բայց ես ինչ եմ արել։ Լսի, ես շատ համբերատար եմ։ Բոլորիդ հասկանում եմ։ Բոլորիդ դրության մեջ մտել եմ, որովհետև ցավոք սրտի շատ դաժան ու վատ օրեր եմ տեսել։ Ու դիմացել եմ, ու մինչև հիմա էլ դիմանում եմ։ Բայց դու թույլատրելի բոլոր սահմաններն արդեն անցել ես։ Ինչ ես ուզում։ Ուզում ես ինձ դեպորտ անես, երեխեքից թողես տե ու դու տիրություն անես։ Ինչի քո երեխեքիդ կնոջդ համար լավ կյանք չես ուզում, հա։ Լավ կյանք։
Ուզում ես որ երեխեքս մեծանան ստեղ առանց հոր։ Էդա քո պատկերացած լավ կյանքը։ Չէ, Մինաս։ Դու էլ մնա։ Բայց թող օգնեմ ձեզ, բոլորդ մնացեք։ Քաղաքացիության հարցը կլուծեմ, գործի հարցը կլուծեմ։ Վերջապես տուն կունենաք։ Այս ամեն ինչն էլ ձերը կլինի։ Իմ կյանքի մեջ քեզանից մի անգամ եմ բան ուզել, աղջկա ձեռքը, այն էլ չես տվել։ Այս սենց ես անում։ Ելք չես թողնում։ Դրա համար էլ պետք է ես իմ աղջկան լավ կյանք ապահովեմ, որ քո հույսին չմնա։ Լսի արի չվիճենք, երկուսից ուզածն էլ նույնն է, որ Սյուզին ու երեխեքը լավ կյանք ունենան։ Բայց դու մի բան չես գիտակցում, որ Սյուզին իմ 20 տարվա կինն է։ Աշոտու Նանեն իմ Արունն են, իմ երեխեքը, իսկ դու կյանքում հետ չես կարա փոխես։ Ճիշտ ես։ Չեմ կարա փոխեմ։ Բայց գոնե կարամ նրանց համար պայքարեմ։ Դες ինչքան է սիրում այդ բառը, պայքար։ Ոնց կարա հարազատների մեջ պայքար լինի։ Ոնց կարա մի տան մեջ պայքար լինի։ Աշճան, ցավը տանեմ։ Ես այդ թղթից տեղյակ չեմ, դու ինձ հավատում ես, չէ՞։ Ես չեմ փորձել քեզ ու պապային բաժանել։ Հավատում ես, չէ՞ տղես։ Բա ով է փորձը։ Տատին։ Չգիտեմ, ես դեռ կպարզ եմ դա։ Այդ մեծերի խնդիրն է տղաս։ Իսկ քո միակ անելիքը դպրոց գնալն է։ Լավ։ Կգնամ անց գործ կգտնեմ, որ դասերից չխանգարի։ Չէ, բալես։ Նախ դու ամեն ինչ պապային կպատմես, հետո էլ ոչ մի գործ, մենակ դպրոց։ Լավ էլի։ Վերջ։ Էլ մենակ ոչ միտեղ ոչ մի բան չես անելու։ Գալու ես հետս, կզանգեմ պապան էլ կգա։ Ու տես նեղացած մի նստի։ Ես պիտի նեղանամ, ոչ թե դու։ Ես տատի տուն չեմ ուզում գնամ։ Թեման փակ է բալես։ Վերջ։ Այդ թխվածքդ կեր, որ գնանք։ Ասում ես ինչ գործեր։ Որ մեկը։ Այսինքն մի քանի բան ես արել։ Չէ, դե սկզբում սուպերմարկետում էի աշխատում, դասերից հետո։ Հետո էլ դե որ տեղափոխվեցինք, հարմար չէր, պապանը չէր թողում ուշ ժամերի դուրս լինեի։ Հետո էլ ուրիշ գործ ընտրեցի։ Էլի չես արել, տղես։ Չուն էի ման տալի։ Գիտեի, որ ստեղի մարդիկ այնքան զբաղված են, որ պետքա մարդուն փող տան, որ իրանց համար շուն ման տա։ Վայ Աշոտ, Աշոտ։ Հերդ իմացավ, գիտես ինչա լինել։ Ընտրելով մեծ ճանաչում ստացած, անհրաժեշտ բոլոր պարագաներով հագեցած Գարիկի մոտ առանձնատներից որևիցե մեկը, դուք ապահովագրում եք ձեր անգերազանցելի հանգիստը։ Հասանելի օրերը ստուգեք garikimot.com կայքում կամ զանգահարեք։ Գարիկի մոտ արժանացեք արքայական հանգստի։ Աղաջան, մեզ մոտ ունենք թե նոր, թե օգտագործված մեքենաներ, որոնք կարող ես ձեռք բերել թե լիզ, թե բայ տարբերակով, իդեպ ասեմ, social կամ credit ունենալը պարտադիր չի։ Car Motors, ամենահարմար պայմանները մեզ մոտ։ Այս այն մուզածը։ Շատ համով է։ Առանց ցավ 3D տեխնոլոգիաների միջոցով կատարելություն ապահովող ատամնաշար վինիրների իմպլանտի տեղադրում 24 ժամվա ընթացքում։ Կենտրոնում գործում է նաև ֆինանսավորման ճկուն եւ մատչելի համակարգ։ Այստեղ կարող եք այցելել ձեր ընտանիքի բոլոր անդամների հետ։ Ճանաչեք որակը տեսքով։ Օհանյան իմպորտ, հայկական պանիրների եւ կատնամթերքի խոշոր ներմուծողը Լոս Անջելեսում։
Հարցրեք բոլոր խանութներում։ Rouge Rose specializes in premium roses grown at the highest elevations of Ecuador. Alongside our signature roses, we offer a curated selection of toys, balloons, gifts, and party supplies, welcoming you at our 2 California locations, 12,736 Sherman Way in North Hollywood and 1140 East Broadway in Glendale. Dog Resort Los Angeles-ում շների ամենահայտնի հյուրանոցային ցանցը հայտարարում է Գլենդելում նոր մասնաճյուղի բացումը։ Այստեղ ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները ձեր շների հանգիստը լիարժեք կազմակերպելու համար։ Բանդ, տեղյակ ես, որ Hello Panda քաղցր ծողիկները համ փոքրիկների, համ էլ մեծիկների համար են։ Ինչ էլ համով են։ Hello Panda քաղցր ծողիկներ։ Վերցրեք մեծ կամ փոքր դուքերից մեկը եւ քաղցրացրեք ձեր կյանքը։ Էլեկտրոնային խաղեր, վիրտուալ իրականության նորագույն սարքեր, բեմ, համեղ խոհանոց, ուրիշ ինչ է պետք ձեր երեխային անմոռանալի տպավորություններ նվիրելու համար։ Tickle Town, մանրամասների համար զանգահարեք 747 774 7473 հեռախոսահամարով։ Շուտով նոր տարին կծեցի ձեր դուռը, թող այն լինի ամուր, գեղեցիկ եւ ճիշտ տեղադրված։ Mighty Builders Inc. Միլգարդի որակը տեղադրված խնամքով։ Անչափ ախորժալի, հատուկ մարինացված միս, արած շաուրմա, Family Package-ներ առաքումով, 3 location, համն անմահական։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ King's Restaurant and Lounge, բարձրակարգ ռեստորան, անգերազանցելի միջավայր, ամենահամեղ կերակրատեսակների լայն ընտրանի։ Այստեղ ձեր բոլոր այցերը կդառնան հիշարժան, թողնելով ամենագեղեցիկ հիշողությունները։ LA Lobster Delivery, ծովամթերքի իրական համը, քո սեղանին, lobster, crab, shrimp, խեցգետին, առաքում ամեն օր ժամը 12-ից մինչև գիշերը ժամը 1-ը։ Զանգիր ու պատվիրիր հենց հիմա։ Իրական ու թարմ բաղադրիչներ, մեծ չափաբաժիններ եւ լավ մթնոլորտ։ LA West Barbecue, դա որակ է կրակի վրա պատրաստված։ Պիցցա, բուրգեր, աղցան, խորոված։ LA West Barbecue-ն ընտրություն է, որը չի հիասթափեցնում։ Ձեր կրեդիթը նոր է կամ նախկինում ունեցել եք խնդիրներ, հոգ չէ։ Լավագույն տոկոսադրույքները երաշխավորված են։ Ունենք ծրագրեր 0-ից մինչև 5% down payment-ով։ Ծրագրերը գործում են անգամ առանց tax return-ների, այդ թվում օտարերկրյա քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել Միացյալ Նահանգներում։ Ամենակարևորը մթնոլորտ, որտեղ կարելի է հանգստանալ, ստեղծագործել եւ վայելել ժամանակը ընկերների հետ։ Bohemian House-ը ոչ միայն սուրճի վայր է, այլև փոքրիկ անկյուն արվեստի, մտքերի եւ ժպիտների համար։ 415 East Broadway Street in Glendale։ Փետրվարի 7-ին սիրահարների տոնի առիթով առաջին անգամ Լոս Անջելեսում բացառիկ համերգով հանդես կգան սիրված երգիչներ Արա եւ Ալիկ Ավետիսյանները։ Աչքերս կուրանան Աշխարհի ամենատարբեր երկրներում միլիոնավոր դիտումներ արձանագրած իրենց հիթեր դարձած երգերով շքեղ այս համերգը տեղի կունենա Aquacalente-ի The Show համերգասրահում։ Երեկոյան ժամը 6:30-ին կենթանի հնչողություն, անմոռանալի շոու ծրագիր։ Ուստա չալե Միայն մեկ համերգ Լոս Անջելեսում։ Շտապեք ամրագրել ձեր տեղերը հենց այսօր այցելելով aramticket.com կամ զանգահարեք 323 580 0808։ Շնորհակալ ենք Լսի հերիքա այդ բարույա խրատական ճառերը ինձ ասես։ Այս հիվանդության ժամանակ ես շատ բան եմ վերանայել ու ես կարայի շուտ քայլեր ձեռնարկեի, որ բանը սրան չհասներ։ Հաստորեն քեզ լսելուց հետո ինձ մի բան ամնում։ Վերցնեմ կնոջս ու երեխեքին ու շտապ գնամ Հայաստան։
Էլ չեմ կարա ոչ մի բան հաշվի առնեմ, որովհետև վտանգվում է իմ ընտանիքը։ Չէ, Մինաս։ Դու տենց բան չես անի։ Դու շատ լավ գիտես, որ ինձ հաշված օրեր ա մնացել։ Դու իմ աղջկան ինձանից հեռու չես տանի։ Ես քեզանից չեմ հեռացնում քո աղջկան։ Այդ դու ես հեռացնում քո աղջկան քեզանից։ Դու մեզ բաներ ես անում, որ ես ստիպված հեռու պահեմ քեզանից իան։ Որովհետև ոչ մի զիջման չես գնում դու։ Ինչը զիջեմ։ Ընտանիքը զիջեմ, կյանքը զիջեմ, թե սկզբունքներս։ Խնդրում եմ։ Երեխեքին չտանես։ Եթե ուզում ես Սյուզին չտանեմ, երեխեքին չտանեմ, մնան քո կողքին ու չի մանան քո արածների մասին, բայց ես ամեն ինչը չշարունակես։ Լավ։ Լավ։ Հա։ Ես համաձայն եմ։ Ոչ մի քայլ չեմ անի։ Ոչ մի բանին չեմ խառնվի։ Մենակ Սյուզին չպատմես ոչ մի բան։ Կարամ վստահ լինեմ։ Հա, երեխա չեմ քո դիմաց։ Որ ասում եմ կանեմ, ուրեմն կանեմ, բայց Սյուզին պիտի մնա ինձ մոտ։ Մինչև ես գրողի տարած հիվանդությունը ինձ տանի։ Աստված տա առողջանաս։ Ես քեզ մենակ եմ ցանկանում։ Ես քո վատը չեմ ուզում, բայց էլ չփորձես իմ ու կնոջս, իմ ու երեխեքիս արանքը մտնես։ Հասկացար։ Ալո։ Ինձ պետքա որ ստացիոնար պարկեմ։ 3 օր ոչ ավել։ Պիտի ասես կտրուկ վատացել է վիճակը, պիտի պարկացնենք։ Հենց այսօր։ Լավ։ Ես էլ չհասկացա ոնց եղավ։ Այս տեսած այնագրությունը շատ կարևոր է եւ ցույց է տալի, որ դուք մեղավոր չեք։ Հա, լավ է, այդ վիդեոն էլ կար, թե չէ հիմա գալիս ով ոնց ուզես պատմում է։ Վստահ եմ, որ փոխհատուցումը կստանաք, բայց դետալների մեջ ավելի մանրամասը պետք է տեղեկանամ։ Հա, կպատմեմ ամեն ինչ։ Գիտեմ, որ անհավանական քեյսեր եք գլուխ բերել, ընկերս ա պատմեն ձեր մասին։ Ուրախ եմ, որ մեր հաջողված գործերից տեղեկ եք։ Ամեն ինչ կանենք, որ լավագույն ավարտը ստանանք։ Դե որ սենց վստահ եք խոսում, ես էլ հանգիստ եմ։ Ինչ լավ է, որ եկանք նենց սոված եմ։ Դեսի գործը ոնց է անցնում։ Շատ լավ անցնում։ Երեխեքի հետ նենց հավես է։ Ես էլ այսօր այնքան բան եմ հասցրել անեմ։ Գիտես չէ, ուզում եմ տուն առնեմ։ Լուրջ։ Դե հիմա չէ, մի 2 ամսից։ Այսօր ես եմ առել։ Գիտես չէ, հայկական արտադրանքը Alex Textile-ն է։ Հենց տեսա քեզ հիշեցի։ Ես շատ եմ սիրում այս բրենդը, իրանց յունի թիշերտները հատկապես։ Դե ընտրի։ Որը մեկն ես ուզում։ Վայ, վերցրե, 2 հատ եմ վերցրել, մեկը քեզ, մեկը ինձ։ Լուրջ։ Աղջի երկուսն էլ նույնն է, սայզերն է տարբեր, քո սայզը վերցրա։ Ուրեմն ես։ Մերսի շատ։ Բարով մաշես։ Դիսի Կարինին էլ եմ կանչել, որ քո հետ ծանոթացնի։ Բարև ձեզ։ Ժաս, привет, ոնց ես։ Привет։ Այսօր էր կորե։ Չէի կորել, զբաղված էի։ Ծանոթացի Նանեն անկերս։ Աճելի է։ Ինձ էլ։ Բայց ընկերուհուդ ո՞րն է իր պահեմ ինչև հիմա չկար։ Չէի պահել։ Ես էլ եմ նոր ծանոթացել։ Հայաստանից է եկել։ Հայաստանի սիրուն աղջիկ։ Ոչո Հայաստանից եկածած թարմ աղջիկներից է, էլի։ Չհասկացա։ Դե ուզում եմ ասեմ Հայաստանից եկածները թարմ են, էլի։
Ես գնամ երևի արդեն։ Լավ էլի, նան, իրար հետ դուրս կգանք։ Չէ, ես տանը չէի ասել, որ քեզ եմ տեսնելու գործից հետո։ Հենց որ ես գնամ։ Դու ամեն ինչս տունը ծաղին տեղյակ պահում։ Դու տեղակ չես պահում դրա համար ես սենց։ Հաջողություն։ Հաջողություն։ Արա քեզ քեզ ես պահում։ Ո՞նց եմ պահում։ Ուրեմն սովորական։ Նանը շատ լավ ու նորմալ աղջիկ է։ Ես շատ լավ կարգին տղա եմ։ Բաց հետ կեք, հա։ Ինչ եք ուտում։ Կներես, կյանքս չի ֆայմ է մատանին շուտ առնեի։ Համել քո ճաշակով կընտրես։ Այսինքն եկել ենք մեր խանութից ինձ համար մատանի առնենք։ Մեր խանութից։ Հա, բա ամենը լավ զարդերը հենց ձեր խանութինն են։ Համել փող չենք տալու առնենք սիրտ։ Գարիկ, մեկ-մեկն այնց բաներ ես անում։ Դու երկու օրից իմ օրինական կինն ես լինելու։ Նենց որ սովորի իմ յուրահատուկ մոտեցումները։ Քո ինքնագնահատականի կեսը ես ունենայի։ Ուզում ես ինքս ընտրեմ մատանից։ Ընտրի, որովհետև ես գործեր ունեմ, պետքա գնամ մի հատ գործարք վերահսկեմ։ Պետքա այնպես անեմ, որ մաման չիմանա։ Ինչ գործարք է։ Կանեմ կտեսնես, չեմ պատրաստվում այսքան տարիների իմ աշխատանքը նվիրել Սյուզիին։ Ստիպված եմ այսպես գործել։ Արուզա։ Նարա լարի։ Նար։ Ստե ամենը լավ մատնիքը որն է, փաթեթավորի փողն է գրի էմայի աշվին։ Ամենալավը այս մեծ մատերն է։ Բարև այջան։ Կամանդիր ջան, ես էլ չգիտեի, որ տղերքը հավաքվել են։ Ուղղակի ինձ զանգեցին, ասին քեզ չեն կարող գտնեն, դրա համար եմ քեզ կանչել ստեղ։ Այջան, այստեղ ռեստորան նստելու համար չեմ եկել, գլուխը շատ խառն է։ Գիտեմ, ցավդ տանեմ։ Ուղղակի տղերքը կնեղվեն, հատուկ քո համար են հավաքվել։ Բայց կարճ ենք նստելու։ Շատ կարճ, արի։ Այդքանից հետո զենքը ձեռը եկել էր post, ասպեր մնամ post-երում, թե ինչ անեմ, իշնեմ գյուղ։ Ասի սաղից խառնել ես իրար, ոչ մեկից ոչ մի բան չհարցրեցիր։ Հիմա եկել ես հարցնում ես, որ ինչ անես։ Վերջը իջամ գյուղ։ Չէ, հա, պահեցինք post-ում, տես դուխով տղեկի կարիք շատ ունեինք։ Լավ տղա էր, ափսոս պատերազմի 27-րդ օրը իրանց ջոկը տեղափոխեցին, հետո իմացանք, որ ընկել էր։ Տենց տղեկի համար ապրելը միշտ երկրորդ պլան է եղել։ Իրանց համար առաջնայինը կռվելն էր։ Նստեք, տղեջան, նստեք։ Բարև ձեզ։ Արոզ եկեք։ Բարի արխոշակ։ Ոնց եք, լավ եք։ Լավ են, գնդավ են։ Գնդապետ ջան, ես հեռախոսի զանգեին, ինչու չես պատասխանում։ Բայց դեռ որ չլիներ, քեզ չէին կդնի։ Տղեջան, կներեք, մի քիչ խառն եմ։ Գնդապետս էլ որ ստեղ չէր, ոսն շուշուտ չէինք հավաքվում։ Հա, մինասն է մեզ պակասում են էլ եկավ, ամեն ինչ իրա տեղ ընկավ։ Կարևորը, սենց Հայաստանում հավաքվենք։ Այդ ժամանակ սա կընկնի ա տեղը։ Ճիշտ ես հապա։ Աբոյին էլ եմ զանգում, ասում է չի կարակա։ Բայց ինչի։ Ճիշտն ասած տարօրինակ է, երկու օր առաջ ասում էր հավաքվենք, հիմա ասում է չեմ կարակա։ Այսօր ես աբոյին տեսել եմ, շատ անտրամադիր էր։ Մի բան ասեց, չհասկացա ինչ նկատի ուներ։ Ինչ ասեց, որ։ Ասեց, որ ներես չունեմ ձեզ տեսնեմ։ Այդպես բան ասա, հա, աբո։ Կարող է դու իմանաս ինչն է հարցը։ Ես հարց ու փորձ արեցի, չպատասխանեց։ Լավ, ես կգնամ գտնամ մի հատ։ Ես էլ կգամ հետդ։ Պետքա սավաս կգանք, ինչ ա եղել։ Չէ, տղերք, ես կգնամ կտենամ։ Աբոն որ բոլորից տենա, բան չի ասի։ Ես փիչեր կնստեմ ու կհելնեմ։ Կարող է բան կամ ենք չգիտենք։ Ինձ մի նայի, ես էլ ոչ մի բան չգիտեմ։ Տղեկ, սա պարտիզան է, իրանից բան չեն կարա իմանանք։ Մանավանդ որ հրամանատարի մասին է խոսքը։ Իրոք չգիտեմ ինչի մասին է խոսքը, ցավդ տանա։ Աշոտ, ես ինչ եմ լսում։ Դու դպրոց չես գնում։ Մամ ջան, ես հետը արդեն խոսել եմ, ամեն ինչ նորմալ է։ Թող գնա հանգստանա, այսօր շատ բարդ զրույց ունի։ Ինչ ա եղել։ Ինչ ա եղել։ Աշոտը որոշել է աշխատի։ Ինչ, աշխատի։ Ես ինչ ես ասում Սյուսի։
Հաստատ հոր խելքին է անգել։ Դասերը չի սովորել ու դպրոց չի գնացել։ Խնդրեմ արդյունքը։ Էս ուրիշ բանի արդյունքա, մամ ջան։ Ինչի։ Աշոտը գնացել է աշխատելու, որ փող հավաքի, հորը օգնի, որ տուն վարձեն։ Գիտես ինչի։ Ինչի։ Որ հանկարծ հորից չբաժանեն իրան։ Իսկ չես ուզում հարցնես, մամ, ինչի է երեխեն վախենում, որ կբաժանեն հորից։ Եսի։ Մեծ տղա է։ Հասկանում եմ, որ արդեն չի կարա ապրի ոչ գարաժներում, ոչ էլ ավտոբուսում։ Մամ, ոնց ես քեզ թույլ տվել իմ թիկունքում նման բան անել։ Ով, ես։ Ինչ եմ արել։ Չգիտես։ Էլի ես եմ, հա, մեղավոր։ Մինասը իրա պրինցիպների պատճառով ամբողջ ընտանիքը խառնել է իրար, ես եմ մեղավոր։ Մամ, դու Մինասին թուղթ ես ուղարկել, հա? Որ ստորագրի երեխու խնամակալությունից հրաժարվի։ Ով, ես։ Սյուզի, ոնց կարաս իմ մասին նման բան մտածես։ Ես նման բան կանեի առանց քեզ հետ խորհրդակցելու։ Ճիշտն ասած, հա, մտածում եմ, որ կանեիր։ Մենակ խնդրում եմ առանց հուզվելու, հա։ Եթե այդքան մտածում ես իմ մասին, այլևս չխոսես նման ձևով, հասկացար։ Բժիշկը ինձ ասել է, որ հուզվել չի կարելի։ Չի կարելի, չէ։ Դու խիղճ ունես, Սյուզի։ Ես կուլ եմ տալիս ամեն բան նրա համար, որ դու ու քո երեխեք իմ կողքին մնաք։ Ու դու ամեն օր նոր բաներ ես սարքում իմ գլխին։ Մամա, ես ուղղակի ուզում եմ ճիշտն իմանալ։ Դու նման բան արել ես, թե չէ։ Այդ հարցը, որ քո մոտ առաջացել է, ինձ նեղացնում է։ Կարող է Էմանը արել։ Էման նման բան չեր անի։ Կարող է անհանգստանում է Աշոտի համար։ Քույրը տա չէ վերջապես։ Էմուլը երբեք իմ ընտանեկան հարցերին չի խառնվել։ Ոչ ոքից նման բան չէր սպասի, չէ, բացի ինձանից։ Ոնց հասկանում եմ, այս խոսակցությունը անիմաստ է, մամ ջան։ Դու անկեղծ չես լինելու, մենակ ներվեր են քայքայելու։ Հետո կզրուցենք։ Նայ խարև, սեփական տուն ունես, կարանք արագի մեջ մի թույն բիսետ կսաբրզի տանենք։ Աղբորս համարս լուսավոր պլինդուզն եմ զամուտի տանում, ու տղուփայ սաղ վիշի սորտ մատիրելով տարբծվում է։ В общем, ջոգիր մերնեմ սրտիչ ինչ սերվիզ ենք աբիսպեչի տանում։ Սա Chandler Fun Zone-ն է, մի վայր, որտեղ ամեն ինչ հարմար է տոն կազմակերպելու համար։ Ապահովում են, որ օրը լինի հաճելի եւ լիարժեք։ Ունեն նաեւ game room, որը հիանալի է ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի համար։ Տոնական զեղչեր High Post USA-ում։ Այժմ ինքնաթիռով $3.99 1 փաունդի համար։ Բացարձակ վճար առաքում Հայաստանի ցանկացած մարզ եւ ապահովագրում։ Բավական չէ, ուրեմն հավելյալ 10-ից 50% զեղչ։ High Post, ազգային փոխադրող։ Երբ սիրտդ քաղցր է ուզում, Միլաշ ջելոն միշտ պատրաստ է։ Ամեն քաղցրավենիք պատրաստված է սիրով, հոգատարությամբ եւ անպայման տոնական տրամադրությամբ։ Ցանկացած պահ կարող է դառնալ վառ եւ քաղցր հիշողություն, եթե այն զարդարված է Միլաշ ջելոյով։ This is more than food, it's an experience. A place to relax, enjoy the aesthetics, and truly taste the moment. Come for the flavor. Stay for the feeling. Elada's Corner, where every visit feels special. Little Percy Hugo Bossy հավաքածուով հայտարարում է ջախջախի զեղչեր։ Hugo Boss warm-ups $85, t-shirts $15, Hugo Boss jeans $85, jackets $100։ Շտապեցիք է բաց միջոց բաց սարի կարիճը։ Արդեն 10 տարուց ավելի է Liquor Corner-ը Glendale-ի սիրելի խանութն է։ Այստեղ ամենացածր գներն են։ Մենք ապահովում ենք բարձրակարգ սպասարկում եւ մեզ մոտ բոլորը գտնում են այն, ինչ փնտրում են։
Պատար շաուրմա ամենահամեղ եւ բազմազան շաուրմայի տեսականին Գլենդելում պատրաստված բարձրորակ մսամթերքով եւ հմուտ խոհարարների ձեռքով։ Ընդունվում են պատվերներ, կատարվում է առաքում, DoorDash, Uber Eats, Postmate եւ այլ ծառայությունների միջոցով։ Supreme Rolling Doors Լոս Անջելեսում հայտնի ընկերությունը առաջարկում է տան փաթիոների համար ժալյուզների տեղադրման միանգամայն նոր լուծումներ։ Եվ սա դեռ ամենը չէ։ Այժմ արդեն տեղադրվում են նաեւ դրսի համար նախատեսված շաուերներ, գեղեցիկ եւ ժամանակակից ոճով պատրաստված։ Old School Hookah Lounge, այստեղ ամեն ինչ վայբի մասին է, բացօթյա մթնոլորտ, պրեմիում համեր, հարմարավետ նստատեղեր ու երաժշտություն ճիշտ տրամադրության համար։ Ընկերներով, զրույցներով կամ VIP սենյակում PlayStation-ով քո երեկոն սկսվում է այստեղ։ Old School Hookah Lounge։ Ցանկանում եք տեղադրել ձեր ճաշակին համապատասխան երկաթե դռներ, դարպասներ, պատվիրել մանգալներ եւ այլ պարագաներ շուկայական ամենալավագույն արժեքներով, ուրեմն դիմեք Iron King LA ընկերությանը։ Որակն ու բարձրակարգ սպասարկումը երաշխավորված է։ Իսկական մանգալի խորոված եւ քյաբաբ, մթերքը թարմ, համեմունքը հայկական։ Պատրաստում ենք փլեյթներ, արագ, համեղ, հասցնում տաք ու ժամանակին։ Ունենք քեթրինգի անսահմանափակ ծառայություն։ Hams Armenian Barbecue։ Համ, որ նորից ես ուզում զգալ։ Ընտանեկան գնումներն իրական հաճույք են։ Blackjack Market։ Առողջ ապագան ընտրություն է։ Փնտրում եք հուսալի եւ բարձրակարգ սպասարկում իրականացնող մեքենաների վերանորոգման կենտրոն, Body Shop, ուրեմն բարի գալուստ High Performance Collision Center։ Այստեղ որակը, բարձրակարգ սպասարկումն ու շուկայական լավագույն արժեքները համադրելի են։ Արդեն ավելի քան 10 տարի ամերիկյան շուկայում լինելով առաջատարը, ձեզ ենք մատուցում այն լավաշը, որի համն ու բույրը անմիջապես հիշեցնում են Հայաստանը։ Եթե լավաշ, ապա նաղաշ։ Եվ ներդրումների համար լավագույն վարկային լուծումները սկսվում են հենց այստեղից։ LA Regal Mortgage Group and Realty։ Վայր, որտեղ ձեր երազանքների իրականացումը մեր գլխավոր պարտականությունն է։ Հունական շունչն ու տրամադրությունը, համեղ ուտեստներն ու բազմատեսակ խմիչքները, ինչպես նաև ավանդական ափսեները կոտրելու արարողությունը վայելելու համար այլևս Հունաստան այցելել պետք չէ։ Յասու Գլենդելում նախապես ամրագրեք ձեր տեղերը 909 999 0088։ Emmanuel, my life is for you. Emmanuel, my life is for you. Botox, filler, microneedling, VI chemical peel, PRF, laser hair removal. Skinovate մեծ սպայում մենք ստեղծում ենք ոչ միայն գեղեցիկ արտաքին, այլև վստահություն։ Մկանային ցավերի դեպքում արկա է իր տեսակի մեջ բացառիկ Cupping բուժում։ Advanced Chiropractic Wellness Center, Van Nuys եւ Burbank քաղաքներում։ Այցելությունների համար զանգահարեք։ Vegas documented notary. Եթե ամուսիններով ընդհանուր լեզու չեք գտնում, մենք կօգնենք ձեզ բաժանվել 2 օրվա ընթացքում առանց դատարան գնալու։ Հազվագյուտ կենտրոններ կան, որ ունեն այս ռոբոտը, մազեր աճեցնելու ամենաժամանակակից ու երաշխավորված տարբերակը։ Նստում եք այս հարմարաթոռին ու առանց ցավի մի քանի ժամվա մեջ այս ֆանտաստիկ ռոբոտը բժիշկների հսկողությամբ վերականգնում է ձեր սեփական հարազատ մազերը, այնտեղ, որտեղ ունեք ճաղատություն։ Սա ուղղակի հրաշք է։ Հազարավոր մարդիկ արդեն արել են սա ու վայելում են իրենց երիտասարդ տեսքը։ Բա դուք զանգեք 818 418 1111 ու մեկ օրում հետ են գալիս երիտասարդ տարիները, աճում են ձեր իսկ սեփական մազերը, որոնք նորից հայելու առաջ սանրելիս մի ուրիշ հաճույք եք ստանում։ Զանգեք 818 418 1111։ Նան, Աշ։ Ինչ լավ է որ եկար։ Պապան էլ է եկել։ Չէ, բայց մաման ասում է, որ զանգելու է կանչի։ Իսկ ինչի ես տխուր։ Եսի։ Աշ ինչ է եղել։ Ուզում եմ հետ գնամ Հայաստան։ Ես էլ եմ ուզում գնամ Հայաստան։ Լուրջ։ Բա մամային պապային ասա, որ գնանք։ Աշ դու գիտես, չէ՞ մենք ինչի ենք եկել։ Տատին լավ չի ու մենք իրան պետք ենք հիմա։ Այսօր պապան շատ ուժեղ ջղայնանալու այն վրա։ Ինչի։ Ինչ ես արել։ Դասի գնալու փոխարեն աշխատանքի եմ գնացել։ Ինչ ես արել։ Նան,
որ papan գա, ես պետք է իրան ասեմ։ Maman իմացել է ու ինձ ստիպում է, որ ճիշտ է ասեմ։ Ու այդ ճիշտը papan պետք է ինձանից լսի։ Իսկ ինչ ես տենց բան արել։ Լան, որ ասեմ դու ինձ կպաշտպանես։ Նայ, օրինակ, որ papaին պատմեմ, դու կարաս ասես, դե papa Աշոտը ճիշտ է ասում, ինքը տղամարդ է, ինքը այդքան պատասխանատվություն է վերցրել իր ուսերին։ Կասես, չէ։ Բայց դու գիտես չէ, որ սխալ բան ես արել։ Նան, բայց papan էլ շուտ չի սկսել աշխատել։ Չես հիշում, ես պատմում էր։ Աշխատել է, որովհետև տան տղամարդը մենակ ինքն է եղել ու շատ բարդ ժամանակներ են եղել։ Իսկ հիմա դու դրա կարիքը չունես։ Հա, բայց ես էլ եմ տան տղամարդը։ Դե papaից հետո։ Համել հիմա մեր գործերներ է բարդ։ Տատին ուզում է ինձ ու քեզ խլի papaի մոտից ու ոնց որ papan մեր papan չլինի։ Ինչ ես խոսում։ Դες բան չկար։ Կա։ Ու maman սաղ գիտի, ես իրան ամեն ինչ պատմել եմ։ Այն դաշտամուրները ուղարկեցիք ռեստորան։ Այո, ուղարկեցինք, շատ գոհ եմ մնացա։ Նորմալ հասավ։ Այո։ Եկող շաբաթ կոդակում գիտես, կոնտրակտը մերն է, պատրաստ եղեք ընտրում։ Մեծ սիրով։ Բարև։ Մինաս։ Անժամբեջան։ Մտածում էի զանգեմ, չես պատասխանի դրա համար եկա։ Ես տարածքում եմ։ Շատ բարի։ Ոնց չի պատասխանի, այ ախպեր ջան։ Լավ ես արել որ եկար։ Տարոնը գնաց police station, ամեն ինչ նորմալ է այնտեղ, քեզ հանգիստ կթողեն։ Էդ լավ է։ Պարզվեց իրոք այդ նկարների համար էին կանչել։ Պարզա։ Կներես Սոր ջան։ Հենց դրա համար եմ եկել։ Քեզ կանչում են, չես գալի։ Տես բան են անում։ Աբո, այդ քո մեղքը չի։ Սա էլ կարան տես բարեկամ ունենան։ Այդ մեզ վատ մարդ չի դարձնում։ Սոր ջան, ամանչում եմ այդ լագոտի արասներից։ Տղերքը բոլորն էլ գիտեն ինչ ձև է ապրում։ Համայնքը փոքր է, կուրսի են սախ։ Լսի, տղերքը նաև գիտեն, թե դու ով ես։ Ու գիտեն քո անցած ճանապարհը։ Քրոջդ տղարարներով քեզ պիտի չճանաչեն։ Ես շնորհակալ եմ Սոր ջան, որ եկար։ Ապրես ախպերս։ Դու իմ ընկերն ես, աբո, ու այդ չի փոխվելու։ Ու տա Աստված տարոնին ճիշտ ճանապարհի կանգնեցնես, բայց այս պահին այդ քո մեղքը չի։ Դե ինձ բացակա չդնեք։ Դե ուրեմն հաջորդ անգամ հավաքվում ենք բոլորս միասին։ Կներես մի հատ պատասխանում։ Հա, Սյուզի։ Մինաս, Աշոտը ինձ հետ է։ Հա, գրել է ինձ։ Երբ կարող ես գալ։ Աշոտի հետևից։ Դե կարամ հիմա էլ գամ։ Արի խոսելու բան ունենք։ Բան ա եղել։ Չէ, ոչինչ չի եղել, ուղղակի խոսելու բան ունենք։ Լավ, կգամ ես։ Քո բան չի եղել։ Լսի, այսքան բանի մեջով անցանք, չէ։ Այս Ամերիկան չի լում անցնել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այս ծանրոցը ուզում եմ ուղարկել եւ գումար։ Բարի։ Վերջի թվերը կասեք ձեր հեռախոս համարի։ 1445։ Ալինա Հարությունյան։ Այո։ Որ խնդրեմ կշարքին կդնեք։ Հայաստանից չէ ուղարկելու։ Հա։ Մի րոպե կներեք։ Այ, իհարկե։ Ալո։ Լսում եմ Տիկին Մարգարիտա։ Ալինա, ուր կորար։ Ես գալիս եմ իմ Աշոտով կհասնեմ։ Աղջիկ ջան, ասեցիր 2 ժամ, արդեն 4 ժամա տանը չես։ Գիտեմ, հեսա վերջացնում, 40 րոպեից կլինեմ։ Շուտ արա։ Լավ։ Իսկ երբ կհասնի։ Ռեգուլյար տարբերակով ունենք 7-ից 10 աշխատանքային օրում է հասնում եւ ունենք 3-ից 5 աշխատանքային օրում էքսպրես տարբերակով, որը կցանկանաք ձևակերպել։ Էքսպրես, խնդրում եմ։ Բարի, էքսպրես տարբերակը կգնացի։ Շնորհակալ եմ։ Կուտես։ Չէ, չեմ ուզում։
Մամա Աշոտի ասածը ճիշտ է։ Ինչը, որ դպրոցի փոխարեն գործի է գնացել։ Չէ, մամա, որ տատին որոշել է պապայի խնամակալությունից զրկի։ Ես տատիկին հարցրեցի, ինքը ասեց, որ տեղյակ չի։ Իսկ դու ինչ ես մտածում, հա։ Ես մտածում եմ, որ եթե ես համաձայնություն չտամ, ոչ ոք ոչինչ չի կարող անել։ Մի անհանգստացի։ Ես ուզում եմ տատի հետ խոսամ։ Հանկարծ չանես նման բան, Նանե։ Ես փորձեցի հետը խոսեմ, վատացավ, հուզվեց, թող մի քիչ հանգստանա, ես նորից կփորձեմ։ Ալինային 1000 անգամ ասեցի շուտ կգաս։ 2 ժամ ասեց, բայց գնացել է ու չկա։ Մամ ջան, մի մտած, ես գլուխ կհանեմ, կուտես, սարքեմ մի բան։ Չէ, սոված չեմ։ Սյուզի, ասում եմ, քանի Աշոտ է այստեղ է։ Անենց արա թող մի քանի օր մնա մեզ մոտ։ Ինչ եղավ։ Ուղղակի հոգնած էր։ Լսում ես ինձ։ Ասում եմ երեխուն դպրոց կտանենք, դասերը կսովորացնենք։ Երեխեն մեր աչքի առաջ կլինի։ Մամ ջան, Աշոտի հետ կանենք այն, ինչ որ կորոշենք ես եւ Մինասը։ Էլի սկսեցիք։ Տեսա ինչ արեցիք դու ու Մինասը։ Մամա, Սյուզի մի անգամ գոնե ինձ լսի։ Մայր ես։ Դու իրավունք ունես պահանջես Աշոտը մնա քեզ մոտ։ Ունի մեջ կգցենք երեխուն։ Թե չէ ինչ ձևով է ապրում, ինչ կյանքով է ապրում այդ երեխեն, հա։ Մենակ ինձ հակառակվելու համար պետք չի երեխու կյանքը վտանգել։ Բարի գալուս Նորթ Հոլիվուդ։ ABC Kids-ն արդեն Նորթ Հոլիվուդում է։ Նախակրթարան, որտեղ ձեր 2-ից 6 տարեկան երեխայի խնամքը կզուգորդվի նահանգի կողմից հաստատված համապարփակ կրթական ծրագրով եւ տարատեսակ զարգացնող խաղերով։ Մեր փորձառու ուսուցիչները ձեր երեխային կուսուցանեն նաեւ շախմատ, ռոբոտաշինություն, նկարչություն, հայոց լեզու, երգ եւ պար։ Երեխաներին տրամադրում ենք օրգանիկ եւ թարմ սնունդ։ Կարող եք դիմել նաեւ CCRC ծրագրի միջոցով։ ABC Kids, լավագույնը ձեր երեխայի համար։ Plumbing, Stucco, Electric, Finishing, AC եւ ներքին հարդարման ցանկացած աշխատանք։ Մենք բարձր ենք գնահատում մեր հաճախորդների վստահությունը։ Modern Dream House Construction Group։ Հաճախ մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք. զանգահարեք մեզ 818 418 5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Գլենդելում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Art Modern Design Los Angeles-ում առաջատար ընկերությունն առաջարկում է ձեր ճաշակին եւ նախասիրություններին համապատասխան ցանկացած դիզայնի եւ ոճի կաբինետների խոհանոցային կահույքի պատրաստում։ Trackների PPF Services տեղում գործում է պահեստամասերի խանութ։ Աշխատում ենք բոլոր ապօրինական ընկերությունների հետ։ Իրականացվում է նաեւ Միացյալ Նահանգների ողջ տարածքում բեռնատար մեքենաների վերանորոգում տեղում օգտագործվում է միայն օրիգինալ ավտոպահեստամասեր։ SM8 Garage դուրակ դիմացեր։ Խնդրում եք հարմար տարածք ձեր միջոցառումների համար, եկեք ցույց տամ։
Այստեղ կարող եք անցկացնել մանկական ծնունդներ, կորպորատիվներ, ինչպես նաև հարսի տան արարողությունը։ Կարող եք զանգահարել կամ հետևել Instagram-յան էջին։ Ինչպես գիտեք, մեր երրորդ սրահը գտնվում է 28610 Kenwood Street Agora-Hills հասցեում։ Alla Moda, այցելեք եւ գնեք ձեր երազանքների կահույքը ամենամատչելի գներով։ Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում եմ մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են մեդիկալ, մեդիկեյր եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Մարտի 7-ին մայրության եւ գեղեցկության տոնի առիթով առաջին անգամ Լոս Անջելեսում բացառիկ համերգով հանդես կգա սիրված երգիչ, ռուսական էստրադայի ամենահայտնի անուններից մեկը Արսեն Շախունցը։ Բացառիկ այս համերգը տեղի կունենա Agua Caliente-ի շքեղ դժոխք համերգասրահում։ Երեկոյան ժամը 6:30-ին։ Բոլոր ժամանակների ամենասիրված եւ հիթեր դարձած երգեր։ Կենթանի հնչողություն, անմոռանալի շոու ծրագիր։ Միայն մեկ համերգ Լոս Անջելեսում։ Շտապեք ամրագրել ձեր տեղերը հենց այսօր այցելելով anumticket.com կամ զանգահարեք 323 580 0808։ Արա, լսի, դրանից պետք է հեռու մնաս։ Էդի շարը, լուրջ եմ ասում։ Այն օրը կնգաս մորտունը տեսա։ Հա, բա փեսերն է պարզվում է։ Ոբշեմ շատ դառը կուտա։ Դրա հետ պետքա գործ չունենաս։ Լավ, հետո կխոսանք։ Կյանքես եկաս։ Ու լավ լուրերը։ Ում հետ էր խոսում։ Հետ, ընկերներիցս մեկի։ Հետաքրքիր է։ Նոր մտածեցի, որ այսքան ժամանակա քեզ ճանաչում եմ, երբեք ոչ մեկի հետ չես ծանոթացրել։ Չգիտեմ էլ ում հետ ես շփվում։ Կյանքս։ Ես արդեն ամուսնանում ենք նոր ես ինձ տնական հարցնում։ Քեզ ինչի՞ տեմ պետք դրանց ճանաչես։ Տվեք են էլի։ Համել օրվա մեծամասնություն ես քո հետ եմ։ Լասատելա միշտ լավ լուր ունես։ Ոսկու խանութու 99% արդեն պատկանում է միայն ու միայն ինձ։ Լուր։ Այդ ո՞նց ես արել։ Ընդամենը պետք է լավ փաստաբան։ Խանութը պատկանում է ամբողջությամբ ինձ, իսկ մամային կառավարման խմբից հանել է։ Տենց հեշտ։ Դե չի ասի, որ շատ հեշտ բան է։ Իսկ բարդությունները կսկսվեն, երբ որ մաման իմանա դրա մասին։ Բայց արդեն ուշ է, որովհետև ես իմ ուզածը արել եմ ուսա դեռ սկիզբն է։ Աշ, պապան եկել է։ Լուրջ, արդեն եկել է։ Հա, արի ու առանց վախենալու ամեն ինչ ասա, ինքը քեզ կհասկանա։ Դե հիմա որ գործի պահով ասեմ կարող է, բայց որ ասեմ խաբել եմ, դա չի ընդունի։ Արի։ Դու բախոտ տղա չես, չէ՞։ Չէ։ Ուրեմն կգնաս ու քո արածի համար պատասխանատվություն կվերցնես։ Լավ։ Լավ։ Գալի։ Ինչ ա եղել։ Ինչ պետք է ասի երեխեն։ Դու ասա։ Լավ կլինի իր հետ խոսես առաջինը։ Բան չեմ հասկանում։ Որ մի քիչ ուշադիր լինեիր, կհասկանայիր։ Մամա։ Բաբ Գլուխոտ կյանքում չկախես։ Ասա տնամ ինչ ա եղել։ Բաբ, կարանք ելնենք դուրս մենակով խոսանք տղամարդու խոսակցությունը։ Շատ ճիշտ ես որոշը։ Գնանք տուն կխոսանք։ Տատ։ Կլինի այստեղ խոսեք, որովհետև ես ու դու էլ քննարկելու բան ունենք հետո։ Բան չեմ հասկանում, բայց կլինի։ Դա ինչ պետք է ասես, որ ես չգիտեմ տղես։ Կապ,
Ես 3 օր դպրոց չեմ գնում։ Բայց քիչ էր գնում Աշոտ։ Դասի գնալու փոխարեն գործի էի գնում։ Գործի։ Լավ։ Всё։ Այդքան բան էլ բան չես ասում։ Ասելու բան շատ կա։ Նախ ինչի ես ինձ խաբել, բայց եթե երեխան ծնողին խաբում է, նշանակում է ծնողը թերացել է ինչ-որ միտեղ։ Երեխաներ չի վստահում։ Չէ, պապ, ես քեզ շատ եմ վստահում։ Դու ընդհանրապես ամենալավն ես։ Ուղղակի չի ուզում ասել, որովհետև գիտեի կներգվես։ Համեն գիտեմ, որ չես թողի։ Բայց ինչի չեմ թողի, Աշոտ, գիտես։ Հա, պապ, գիտեմ։ Որովհետև այսօր իմ համար ամենակարևոր բանը դասն է։ Պետքա սովորեմ, որ մեծանամ պիտանի մարդ դառնամ հայրենիքին։ Բա որ այդքանը գիտես։ Ինչ ես արել, տղես։ Ուզում էի քեզ օգնել, պապ։ Սունկի մեջի փողը դու ես դրել։ Հա։ Հաստորեն էլի խաբել ես։ Նայեցիր դեմքիս ու ասեցիր, որ այդ փողից դու տեղյակ չես։ Պապ, կներես։ Գիտես չէ, որ սուտը ավելի մեծ սուտ է ծնում։ Դրա մեջ ոչ մի լավ բան չկա։ Եթե նպատակը արդար է ու ազնիվ, մեկը, դրա գլխին սուտն է։ Պապ, ես մտածեցի աշխատեմ, քեզ օգնեմ, մի հատ տուն վարձենք, որ ինձ չտանեն քո մոտից։ Պապ, ես ուզում եմ քո հետ լինեմ, կապ չունի որտեղ ես միշտ ուզում եմ քո հետ լինեմ։ Մեկ էլ այդ թուղթը որ եկել էր։ Այդ թղթի մասին էլ գիտես։ Հա։ Տղես, մեզ կյանքում չեն կարող բաժանել։ Իսկ մի բան է պետք, որ վստահեմ քեզ ու քո խոսքին, որ իմանամ քո բերանից դուրս եկած բառը արժեք է։ Հասկացա, պապ։ Այդ է տղամարդությունը, հասկանում ես։ Աշխարհում միակ մարդը, որ քեզ ամեն դեպքում օգնելու է, այդ ծնողն է։ Եթե նույնիսկ դու սխալ ես, ծնողդ քեզ կհասկանա։ Հասկացա, պապ։ Հիմա խոստանում ես ինձ, որ էլ սենց բան չի կրկնվի։ Խոստանում եմ, պապ։ Տղամարդու խոսք եմ տալի։ Ապրես։ Բավական է։ Ապրես բալես։ Նանե ջան, կարող եք գնաց տեսնես ամեն ինչ նորմալ է։ Դա Աշոտը պապայի հետ է, ինչը պետքա նորմալ չլինի։ Նանե։ Խոսեցիք։ Հա, խոստացել է, որ այդպես բան չի անի։ Պարզ է։ Մենք ինչ իմանանք, կանի թե չէ։ Ուղղակի մենք այս 3 օրերի մասին ենք իմացել։ Դե մենք գնանք Սյուզի, հետո կխոսանք իրար հետ։ Արևս խնդրում եմ, ուզում եմ Աշոտը մի քանի օր այստեղ մնա։ Մամ, ինչի համար։ Այդպես է պետք։ Ես կտանեմ դասի կբերեմ, դու զբաղված ես։ Սյուզի, երեխան նորմալ կգնա իր դասերին, հանգիստ տեղի։ Իրոք դենա մամա։ Բարև ձեզ, բժիշկ։ Բժիշկ։ Էս ինչի եք անհանգստացել եկել։ Հեռախոսով ասեցի, որ ես լավ եմ։ Տիկին Մարգո, ցավոք եկել եմ անձամբ ասելու։ Ինչ ա եղել։ Վերջին անալիզների պատասխանները շատ մտահոգիչ են ու վտանգավոր ցուցանիշներ կան։ Ինչ ցուցանիշ։ Ձեզ պետքա հոսպիտալացնել։ Պետքա պարկեք հիվանդանոցում մի քանի օր, ստացիոնար բուժման։ Մենակ ոչ դա։ Այդքան բարդ է վիճակը։ Ցավոք այո։ Մամ։ Ամեն ինչ լավ է լինելու։ Եվ ուր էլ լինեք այս կյանքի ճամփեքին ու թեկուզ մայր հողից շատ հեռու վերադարձը մի օր թող լինի ձեր կրկին ձեր մասին չենք լռելու ոչ ոք չի ուրացել գործը ձեր անմոռաց խոնարհումս ձեզ գնդապետ
ու թեկուզ այն կողմում մեր Արցախը մնաց, միասին բերելու ենք այն հետ